Ողջույն բոլորին, մենք հենց նոր մասնակցում ենք հերթական դատական նիստին, որը վերաբերում էր այս Ավշարի սադիստ կատվասպանին, ու ուզում ընդամենը ասեմ մի բան, որ մենք չենք հոգնելու, մենք շարունակելու ենք գանք այսենց բոլորով, ինչպես տեսնում եք, հա, մենք բազմաշատ ենք, բազմամարդ ենք, ներողություն խնդրում, մենք գալու ենք, չենք հոգնելու ու մասնակցելու ենք այս նիստերին, որպեսզի ցույց տանք, որ եթե մարդիկ ուզում են մեր երկրում Հայաստանը մի բան փոխվի, փոփոխությունը մենք պետք է գիտակցենք, որ մեզնից է սկսում։ Փոփոխությունը դա մենք ենք։ Եթե մենք բոլորս նստենք մեր տեղերում, հա, տաքուկ տեղերում ու ասենք, ինչի է մեր երկրում նման վիճակ, բնականաբար երկրում ոչ մի բան չի փոխվի։ Ես կարծում եմ, որ փոփոխությունը մենք ենք ու մենք այստեղ գալով ապացուցում ենք, որ մենք, այո, մենք մեր խոսքի տերն ենք եւ մենք բոլոր կենթաների համար պատրաստ ենք այսպես պայքարել, որպեսզի մարդիկ, ովքեր սադիստ են եւ ովքեր չեն գնահատում առհասարակ կենթանի էակին կյանքի նշանակությունը, որպեսզի իրենց համապատասխան պատիժը կրեն օրենքով որոշված։ Շնորհակալ եմ։ Խոսքը շարունակենք խոսքնել վերաբերվում է անցյալ դեպքը, որ տեղի էր ունեցել, կապված մեր խմբի վիրավորանքին, որը տեղի էր ունեցել կատվասպանի բարեկամների կողմից, մենք դիմում էինք տվել, գնացել է դիմումը եւ Արտաշատի քննչականի աշխատակից Քրիստինե Մանասերյանը մերժել է մեր բոլորի դիմումը, քանի հոգի մոտարապես քանի դիմում ա եղել, բայց մենք դա բողոքարկելու ենք, մենք գնալու ենք միջև վերջ, որտեւ այդպես անպատվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դա բացառազապակապես արգելված է։ Դրա համար մենք շարունակելու ենք միջև վերջ գնալու ենք քննչական, գնալու ենք դատախազություն եւ հասնելու ենք այն նպատակին, որ խուլիգանությունը, որը տեղի էր ունեցել անցյալ անգամ ստե, դա պետքա դատապարտվի։ Այսքան բան։ Ինչ վերաբերում է դատավարությանը, ընթացքը արդեն ցույց կտա ինչ է կատարվելու։ Մի բան էլ կուզենամ ավելացնեմ, Սարգիս ջան, տես, ես ոնց հասկանում եմ բոլորի հույսը, հա, այս ամենի հետ կապված կայանում է նրանում, որ իրենց թվում է, թե մենք պետք է հոգնենք ընթացքում, ասենք, հա դե լավ, 1000 լակա, հավես կա, տենց չակերտավոր ասված։ Ես նշեցի, մենք միջև վերջ գնալու ենք, կապված խուլիգանությանը, որը տեղի ունեցած է, կապված է դատավարությանը, ամեն ինչին միջև վերջ գնալու ենք, կանգնի չի լինել։ Այսօր ինչի հետաձգվեց դատը, ինչի նշանակվեց հաջորդ նիստ, որովհետև մեղադրյալը իր մոր տվյալները ըստ էության կամ սխալ է ներկայացրել, կամ ինքը իր մոր ծննդյան թվից կամ անուն ազգանունից տեղյակ չէր, փորձում էր ներկայացնել որպես հաշմանդամ, սակայն իր ներկայացրած տվյալներով բազայում նման մարդ չգտնվեց եւ նիստը հետաձգվեց, որպեսզի գտնվեց նման մարդ մահացավ։ Եվ նիստը հետաձգվեց, որպեսզի փաստաթղթեր ներկայացնեն։ Այսինքն ժողովուրդ ջան, կուզենամ ձեր ուշադրությունը հրավիրեմ տոտալ անգրագիտության վրա։ Խոսքը միայն այս մեղադրվող կողմին չի, հա, մեղադրվող կողմին։ Խոսքը գնում է առհասարակ այն անգրագիտությանը, որը տիրում է մեր երկրում, որի պատճառով էլ նման դեպքերի ականատես են լինում։ Մարդիկ պետք է փոքրիկ տարիքից դեռ գիտակցեն, որ կենթանին դա կենթանի է, դա քարի կտոր չէ, որ իրեն կարելի է հանգիստ տենց հրել, ծակել, չգիտեմ, սպանել եւ այլ վայրագություններ անել։ Իսկ խոսքը գնում է նրա մասին, որ այսպիսի տոտալ անգրագիտության մեջ մեծացած անձնավորությունը, եթե իհարկե կարելի է նման մարդուն անձնավորություն կոչել, պետք է նման բանը կատարեր, հանցագործություն կատարեր եւ մի բան էլ զարմանա, թե ինչի համար ենք մենք բոլորս այստեղ պայքարում անմեղ կենթանու, հա, այս զոհի համար։ Մենակ զոհի համար չէ, մենք պայքարում ենք օրենքի համար, որ օրենքը երկրում պետք է գործի։ Այո, խստագույն ձևով, այդքան բան, վերջին։ Այդքան բան։ Շնորհակալություն։